Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վարքը կքննարկեն նրա խորհրդարանական գործընկերները։ Այսօր ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դռնփակ նիստում լսեց եւ միաձայն վարույթ ընդունեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարի հայցն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի։ Հունիսի 21-ին ազգային ժողովի մուտքի մոտ Սամվել Ալեքսանյանը խլել էր Վարդգես Գասպարիի ձեռքի ցուցապաստառը, իսկ նրա թիկնապահը հրել եւ գետնին տապալել Գասպարիին։ Տվյալ դեպքում չի կարելի որևէ շահերով կամ կուսակցական կամ քաղաքական շահերով առաջնորդվել, կա քաղաքացի, կա պատգամավոր եւ կա դիմում եւ պետք է այդ դիմումը օբյեկտիվ ամբողջական քննության արժանանա եւ լինի եզրակացություն, որը վստահելի լինի հանրության համար։ Իդեպ իր հայցի քննությանը Վարդգես Գասպարին այսօր ազգային ժողովում չէր, նրան չէին հրավիրել, թեև պարոն Գասպարիի հայցը վարույթ ընդունվեց, սակայն նա ոգևորված չէ։ Առայժմ դա համարում եմ ձևական բնույթ։ Պրակտիկ իմաստով ես ուրեմն հոկտեմբերին առաջին օրը, որը նոր նստաշրջանն է, ամոթ կոռուպցիայի մեջ կասկածվող հանցագործ Վարդան Այվազյանի գործընկերներին այդ պաստառով կանգնելու եմ ազգային ժողովի կողքին դիմաց եւ եթե տեսնենք պատգամավորները ձեռնպահ կմնան բռնություն գործադրելուց, ես կենթադրեմ ինչ-որ բան փոխվել է։ Պարոն Գասպարիի հայցի վերաբերյալ ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն իր եզրակացությունը կներկայացնի 30 օրից։ Նրա հայցի զեկուցող է նշանակվել հանձնաժողովի անդամ Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորները եւ նրանց ենթակաները սովորություն ունեն հարձակվելու ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև իրար վրա։ Հայկական պարլամենտարիզմի կարճատև պատմությունը հարուստ է հյութեղ դրվագներով, երբ օրենսդիրները իրար նկատմամբ կիրառել են ոչ պարլամենտական բառապաշար, ինչպես նաև դիմել են ձեռնամարտի հնարքներին։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու գաղափարը վաղուց էր թևածում այս դահլիճում, սակայն միայն նախորդ գումարման խորհրդարանն է ընդունել նման հանձնաժողով ստեղծելու գաղափարը, իսկ ներկայիս պատգամավորները փորձում են այս վաղուց հասունացած գաղափարը կյանքի կոչել։ Նարին Էրիսյան, Սարգիս Համբարձումյան, IPF